Իսրայելը սպառնում է խափանել Իրան-Միացյալ Նահանգներ շրջանակային համաձայնագիրը։ Թել Ավիվը մտադիր չէ դուրս բերել զորքը Լիբանանի հարավից, Սիրիայի ու Գազայի անվտանգության գոտիներից, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարը։ Լիբանանում հրադադար սահմանելը Միացյալ Նահանգներ Իրան խաղաղության համաձայնագրի 14 կետերից մեկն է, ինչը Իրանի պահանջն է։ Հնարավոր է Դոնալդ Թրամփը անձամբ մասնակցի ուրբաթ Ժնևում համաձայնագրի ստորագրմանը։ Թրամփն արդեն բոլորին շնորհավորել է Իրանի հետ գործարքն ավարտելու կապակցությամբ։ Սա միանշանակ Իսրայելի տարածաշրջանային եւ անվտանգային շահերին դեմ է եւ բնականաբար կարելի է ենթադրել, որ Իսրայելը ցանկացած միջոց ձեռնարկելու է, որպեսզի խանգարի այս համաձայնության կայացումը։ Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանը չի բացառում, որ առաջիկա ժամերին Իսրայելը նորից հարվածի Լիբանանին։ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլահի ենթակառուցվածքները Լիբանանում վերացնելու ռազմական գործողությունը շարունակվել է անգամ Բեյրութի ու Թել Ավիվի ուղիղ բանակցությունների ընթացքում։ Կարելի է ենթադրել, որ հարվածները Լիբանանի հարավային շրջանում եւ կոնկրետ Բեյրութի Ռահիե այսպես քաղաքամասի նկատմամբ շարունակվելու են եւ սա կարող է սադրել ամեն ինչը, քանի որ Իրանը հայտարարել է, որ ցանկացած հարվածի դեպքում պատասխան հարվածը հասցնելու։ Դեռ կիրակի կասկածներ կային խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորության վերաբերյալ։ Չնայած Իրանը հաստատել էր, որ համաձայնագիրը մոտ է կնքմանը, Բեյրութի հարավում Դահիա թաղամասում Հեզբոլահի դիրքերի վրա Իսրայելի հարվածները կրկին առաջացրել էին Թեհրանի կոշտ արձագանքը։ Այդ հարձակումը երբեք չպետք է տեղի ունենար, հատկապես այսպիսի կարևոր օրը, երբ Վաշինգտոնը մոտ է Իրանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Իսրայելի սադրանքին այսպես էր արձագանքել Թրամփը։ Միացյալ Նահանգները հիմա փորձում է այսպես կոչված չեզոք դիրք կիրառել այս խնդրում, բայց եթե լարվածությունը կարողանա սադրել Իսրայելը այնպեսի, որ վերածվի ինչ-որ ռազմական դիմակայության, այդ դեպքում կարելի է, որ հնարավոր է ենթադրել, որ միգուցե չկայանա որևէ բան։ Եթե Իրանը պատասխանի Լիբանանում Իսրայելի հարվածներին, հնարավոր է ոչ մի համաձայնագիր էլ չստորագրվի ուրբաթ Ժնևում։ Առանց այդ էլ այդ համաձայնագրում ավելի շատ հակասություններ են, քան համաձայնեցված կետեր, նկատում է փորձագետը։ Վաշինգտոնն ու Թեհրանը պարտավորվում են մեկ ամսով դադարեցնել պատերազմը խնդրահարույց հարցերի շուրջ բանակցությունն շարունակելու համար։ Դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, բազմաթիվ շատ լուրջ խնդիրներ, հակասություններ, որոնց շուրջ պետք է կայանա այսպես կոչված համաձայնություն եւ դրա հիմքի վրա ստեղծվի հնարավոր վերջնական փաստաթուղթը։ Միացյալ Նահանգների հեռահար նպատակն է վերադառնալ հետպատերազմական վիճակին, երբ Իրանը չէր վերահսկում Հորմուզը, նկատում է Շահնազարյանը։ Թրամփը վստահեցրել է, թե արդեն հասել է նեղուցի ապաշրջափակմանը։ Աշխարհի նավեր, միացրեք ձեր շարժիչները, թող նավթը հոսի, Truth սոցիալական էջում գրել է ԱՄՆ նախագահը։ Այդ բանակցությունների ընթացքում ինչ կստացվի, ինչ համաձայնություն ձեռք կբերվի, դա այլ խնդիր է, բայց ներկա իրավիճակում սա է։ Այո, Թրամփին անհրաժեշտ է իր հռետորաբանությունից ելնելով, իր հոգեբանությունից, իր այսպես կոչված քարոզությունից ելնելով այդ բաները, որ գործադրում է, ներկայացնի այնպես, որ ես մեծ հաջողություն եմ ձեռք բերել։ Իրանը մտադիր չէ հրաժարվել Հորմուզի նեղուցի վերահսկողությունից, ինչը Թեհրանի ձեռքբերումն է 40-օրյա պատերազմից հետո։ Որքան էլ Թրամփը հայտարարի, թե առանց վճարելու նավերը կարող են անցնել նեղուցը, իրականությունը այլ է, ըստ փորձագետի։ Որոշակի նավերի Իրանը թույլատրում է անցնել, բայց Իրանը շեշտում է, որ սա ներկա կայացած պայմանավորվածության շրջանակում է եւ Հորմուզի նեղուցի կարգավիճակը պետք է հստակեցվի վերջնական համաձայնագրի տեքստում եւ դա չի կարող վերադառնալ նախկին կարգավիճակին։ Համաձայնագրի ստորագրումից հետո մեկ ամսվա ընթացքում Իրանն ու Միացյալ Նահանգները պետք է համաձայնության հասնեն նաև Իրանի միջուկային ու հրթիռային ծրագրերի շուրջ։ Իրանում եւս միանշանակ չի ընդունվում։ Այդ ծրագրերը Իրանի կարմիր գծերն են, որոնց բանակցային դրույթ դառնալու հանգամանքը Իրանում միանշանակ չի ընդունվում։ Մտավախություն կա նաև փորձագետների շրջանում։ Թեհրանում շատերը չեն հավատում Իրանի ու Միացյալ Նահանգների միջև խաղաղությանը։ Մտավախություններ կան, որ միջուկային ծրագիրը զիջելուց հետո Թեհրանը ստիպված կլինի հաջորդ հավանական պատերազմից հետո հրթիռային ծրագիրը զիջել։ Երկրորդ կարևոր խնդիրը այդ 460 կիլոգրամ հարստացված ուրանն է
Եթե պիտի այդ հարստացման այսպես տոկոսը իջեցնել, մինչև քանի տոկոս, եւ ամենակարևորը այդ ուրանը մնա Իրանի տարածքում, մնա Իրանի սեփականությունը։ Դրա կորցնելը համարում են մեծ բացթողում, որը այլևս հնարավոր չի լինի վերականգնել։ Հստակ է, որ ոչ Թեհրանը, ոչ Վաշինգտոնը չեն ցանկանում շարունակել պատերազմը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է շարունակել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը։ Փորձագետ Արամ Շահնազարյանի խոսքով Իրանի գերնպատակն է հնարավորինս քիչ զիջումներով ավարտել առաջիկա մեկամսյա բանակցությունը։ Թերեզա Կադաևչյան, Նորեշ Արբաթյան, Հայլուշ։